Պարոն Մելիքյան, այսօր մանկավարժակալի պրոռեկտորի եւ շախմատի փոխնախագահ պարոն Լեփոթյանի քրեական գործող նիստներ, ուզում եմ իմանալ, դուք միջնորդեցիք ըստեյության խափանման միջոց փոխվել, խնդրում շատ կարճ, քանի որ ցույց չտրվեց տեսանկարել նիստը, Այո, առարկություն եղավ, ցույց չտրվեց, մեր միջնորդությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք փորձում ենք վերականգնել քրեական դատավարության օրենսգրքի այդ հաջորդականությունը, քրեական դատավարության օրենսգրքով ըստ էության ամենամեծ խափանման միջոցն է նշվում բացակայելու արգելքը, այնինչ կոնկրետ Սմբատ Լեփոթյանի կամ նման ակտիվ միջազգային գործունեություն ծավալող մարդկանց համար դա ըստ էության այդպես չի եւ ամենևին էլ մեծ խափանման միջոց չի։ Մենք դատարանին խնդրեցինք հաշվի առնելով այն, որ օրինակ լինելով մեր շախմատի երախտավորներից մեկ եւ կազմակերպիչ շախմատի անընդհատ միջազգային միջոցառումներին մասնակցելու անհրաժեշտություն է առաջանում եւ կոնկրետ մոտ օրերս լինելու է Եվրոպական շախմատի ասոցիացիայի ֆորումը, որտեղ ընտրություններ են լինելու, իսկ Հայաստանը ի տարբերություն այլ շատ այլ սպորտաձևերի շախմատում ունի կարևոր դեր։ Հիմա խնդրեցինք, որպեսզի դատարանը թույլատրի, որպեսզի Սմբատ Լեփոթյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվի եւ դրա խափանման միջոցը կիրառվի նման դեպքերում իհարկե յուրաքանչյուր դեպքում դատարանի թույլտվությունը ստանալով Սմբատ Լեփոթյանը կարողանա մեկնել եւ ներկայացնել հայկական շախմատը։ Արդյունքում դատախազը, որը ներկա չէր, բայց մտքիչ հայտարարեց, ներկա չէր, դատախազը առարկեց, դատարանը այնուհանդերձ բավարարեց մեր միջնորդությունը։ Եվ գրավ ինչքան սահմանեց ներողություն։ 500,000 դրամ։ Շատ բարի, սա է մեր առաջարկած շահ։